Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, սովորաբար ամեն երկու շաբթին մենք սկսում ենք Էդգար Ղազարյանի հետ, այսօր Էդգար Ղազարյանը որոշեց, որ իր էջով պիտի ուղիղ եթեր մտնի, որտեղ իմպիչմենտի հետ կապված մեծ ամբողջական խոսքուներ ներկայացնելու, նյութուներ ներկայացնելու, հետևաբար մենք իր հետ կհանդիպենք կամ 5 շաբթի կամ ուրբաթ օրը, այս շաբաթը մենք ես, որտեղ քիչ առաջ էլ ուղիղ եթերում էր պարոն Չոբանյանը, սկսում ենք Տիկին Աղաջանյանի հետ, բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, սովորաբար որ շաբաթը սկսում եմ 1-2 կարևորագույն իրադարձություններ ներկայացնելուց հետո ենք շարունակում։ Թուրքիան փակել է երկինքը Իսրայելի ինքնաթիռների համար եւ չի պատրաստում բացառություն անել անգամ Նեթանյահուի Ադրբեջան այցի համար։ Սա մի քանի օր առաջ էր հայտարարել, որին հաջորդիվ մենք տեսանք ինֆորմացիա գնաց, որ այսպես ասեմ, Սիրիան մասնատելու process-ը սկսել է եւ ահա այնտեղ երկու եղբայրական երկրներ, չգիտեմ ճակերտավոր թե ոչ, այդ արդեն դուք ավելի լավ կբացատրեք, Թուրքիան եւ Իսրայելը ոնց որ թե խնդիրներ ունեն, այսպես ասած, արդեն այդ ընկած ցուլը կիսելու փուլում են SN Թուրքիայի մասին է խոսքը, որ բարեկամական եղբայրական հարաբերություններ ուներ Սիրիայի հետ եւ Ասադին համարում էր իր փոքր եղբայր, հիշում եք։ Սա իգիտություն է թափթփուկների, կարծեմ որևէ մեկը երբեք չի համարել իրեն փոքր եղբայր կամ էլ զարմիկ, բայց չգիտես ինչ ինքը նկրտումներով, բաներով, սենց բանը, չէ նկրտում սխալ ասեցի, սենց գրկաված, սրտաված, փորձում է գնալ բանը գայլի երախ էս պարագայում Էրդողանի։ Իսրայելի հետաձգել է Բաքու այցը, ինչպես ասեցինք Նեթանյահուն եւ Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է, ասել է Պուտինը։ Կխնդրեի նաև սրա մասին խոսեն համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Մեհրիբան Ալիևային պարգևատրել է ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի առաջին աշճանի շքանշանով, կարծում եմ հետաքրքիր էր եւ ուշագրավ էր։ Այս շաբաթ նաև ինչով էր ուշագրավ, անցած շաբաթվա վերջ սկիզբ խոսեց երկրորդ նախագահը, շատ լավ նախաձեռնություն էր եւ նաեւ փակ հանդիպում էր, բայց լավ էր, որ հետո այդ ամենը ձայնագրվեց եւ հանրությանը ներկայացվեց։ 2 օր առաջ նաեւ այդ հանդիպումը, փակ հանդիպումը կայացավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իհարկե ոնց էր կոչվում, իրենք Հայկական համալսարան, այո, եւ առիթից օգտվելով տվեցին մի շարք հարցեր եւ դե այդպես է, շատ հաճախ չի որ խոսում են մեր նախագահները, այլ մենք այսպիսի վիճակում ենք, պարզեր, որ հարցեր շատ կլինեն եւ մի շարք հարցերի մասին մեր ալիքով էլ կարող ենք հետեւել, մի շարք հարցերի մասին խոսել է Սերժ Սարգսյանը, օրինակ Ռոբերտ Քոչարյանի թշնամի Չեմ համարում նմանատիպ բաներ եւ ոչ միայն վերջին ամիսներին տեսակետներ են տարածում, թե այսօրվա կառավարչին պատրաստել են, որ 2018-ին իշխանություն հանձնել, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ, կներեք, դա ուղղակի աբսուրդ է։ Այսինքն այն հարցերը, որ հանրությանը հուզում էր, այդ հարցերը տվել են Սերժ Սարգսյանին, մենք հիմա նաև այդ հարցերի նաև կանդրադառնանք։ Եվրոմիության ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեն Պուտինին, քանի որ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի պատասխանում նրանց զանգերին, ասել է Թրամփը, կարծում եմ սա էլ էր ուշագրավ։ Հիմա գանք նաև մեկ այլ կարևոր հարցի, դուք տեսաք թե անցած շաբաթ ինչ տեղի ունեցավ, ես ուզում էի վերնագրել այսպես, որ ծեծիր, ջարդիր, եթե պետք է սպանիր, տերեմ, այլևս նման կարգի որոշումներից հետո ակնհայտ է դառնում, թե երևս կհամաձայնեք Տիկին Աղաջանյանը, սա մեր իրականության մեջ նորություն չի։ Մենք եթե մարսում են գոնե այս փուլում, հա, տեսնում ենք արդեն 4-րդ տարին է, 5-րդ տարին է մոտենում, մարսում են 10-12 000 զոհ, հաշմանդամ, Արցախի կորուստ Հայաստանի Հանրապետության տարածքից տարածքներ զիջել, իսկ գիտեք, որ այսօրվա թիմը ուղղակի հանցագործներ են, որտեղ սահմանադրության իրենք երաշխավորում են Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը եւ նաեւ Արցախի անվտանգությունը։ Ես ճիշտ ասած առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, նաեւ կուզենայի սա հետ կապված ձեր կարծիքն էլ լսել, ինչ ասել է հանցագործներից ակնկալել, որ իրենք պիտի քվեարկեն այս կամ այն հարցով, որտեղ այս հանցագործներին ուղղակի պիտի այնպիսի ուժ ունենալ, ուղարկել, ձերբակալել եւ ուղարկել բանտեր, որտեղ այս թիմը ծայրից ծայր իրանք համախոհներ են, մասնակից են հանցագործության հայ ժողովրդի նկատմամբ թիմ,
որ կոչվում է Նիկոլ + ՔՊ։ Չգիտեմ կամաձայն եք թե ոչ, որովհետև շատերն ասեն մենք պիտի ինչ-որ բանը համոզենք, բերենք, չգիտեմ ինչ քվեարկության, չգիտեմ ինչերի։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, ասենք մտնեին Բեռլին, նացիստներին ոչ թե տանեն Նյուրնբերգյան դատարան, այսինքն դուք պետք է քվեարկեք, որ ասենք Գերմանիան պիտի բաժանվի, թե Եվրոպան այսպես պիտի լինի, դուք պետք է նստեք սեղանի շուրջ եւ որոշեք։ Դե այն ժամանակ երևի քվեարկություն չունի, սեղանի շուրջ, չէ՞, գնացին նստեցին գերտերությունները եւ որոշեցին։ Իսկ հիմա ոնց որ մենք պիտի ասենք ցեղասպանության մասնակից պատերազմ բերող, կարծեմ շատ հիմնավոր ներկայացրեց երկրորդ նախագահը, թե ինչպես են այս հանցագործ խումբը, ինչպես է բերել 4 պատերազմ։ Ես պիտի խնդրեմ, որ իմ հյուրերները բոլորը չմոռանան եւ չհոգնեն, անվերջ կրկնելու, որ Սրիկայա խումբը, հանցագործների խումբը իրավունք չունի խոսել խաղաղ 4 պատերազմ ուժը իրավունք չունի խոսել խաղաղությունից։ Բայց հիմա գանք, ինչի համար ես ասեցի, մի տեսակ բան ծվրված եղավ խոսքս, բայց ինչ եմ զայրացած, որտեղ քիչ առաջ Ավականիում դուք տեսաք թե բանդան ինչ արեց Թաղապետարանում, թերևս զայրույթը այսքան մեծ չլինի, որտեղ սա այլևս դառնում է շարունակական։ Կսպանեմ, շարասյունից տակ վրայով կանցնեմ, հղի կնոջ վրայով կանցնեմ, ներողություն կխնդրեմ եւ դա կմարսեմ։ Արցախը կհանձնեմ, չգիտեմ Արցախը հանձնելու համար ներողություն խնդրել են թե ոչ։ Այդ ներողություն չի խնդրել, բայց մնացածը։ Սա ինչ է, քարտ բլանշ տալ ուղակի ողջ ՔՊ-յա հանցախմբին, որ դուք կարող եք ջարդել, կարող եք սպանել, կարող եք հարվածել եւ դուք պաշտպանված եք ճակերտան, որտեղ այս ամեն ինչ ես վստահեցնում եմ, հավատացնում եմ, խոստանում եմ, այս ամենը ժամանակավոր է, որտեղ դուք այս ամենի համար պատասխան եք տալու։ Եթե ձեր հիշողությունը կարճ է, այդ հարցը իմիջիայլոց շատ հետաքրքիր էր հնչեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հոգևոր հոր մասին էր խոսքը, Վանո Սիրադեղյան, Բլեյան եւ Լևոն Տեր-Պետրոսյան հոգեզավակի մասին էր խոսքը։ Երրորդ նախագահը միայն խոսեց առաջին նախագահի մասին Սերժ Սարգսյանի, որ ներողություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որ այդպես չի, երկուսի մասին չխոսեց, ես մի քանի անգամ եմ ասել, այստեղ համոզված եմ, որ իրականում ինքը իսկապես ոչ ինչ որ հարցերում գուցե Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, բայց որ ինքը իրական կրողն է Վանո Սիրադեղյանի եւ բլեյանական մոտեցումների քիրվայական է իր արյան մեջ է։ Մի մոռացեք, որ միասին են իրենք այդ թերթը հիմնել։ Դուք գիտեք, որ Բլեյանի հետ միասին են Նիկոլն ու Բլեյանն են հիմնել։ Սա եւ այդ քիրվայությունը թուրքերի 92 թվականին ով գնաց Բաքու, դա էլ ենք հիշում, ով է ողջ կյանքի ընթացքում դրա ջատակովը եղել, գովազդողը եղել, դրա մասին խոսել Բլեյանը։ Հիմա ես որ ժամանակին իհարկե սա իմ բարեկամի փոխանցմամբ է ես ասում, որ շատ լավ է ճանաչում այդ ժամանակաշրջանում իրենց մեջ եղել է շատ լավ գիտեր, շատ հաճախ ասում էր չմոլորվեք եւ չշեղվեք, ինքը շարունակում է եղել եւ մնում է Վանո Սիրադեղյանի հոգեզավակը։ Վանո Սիրադեղյանը հիշում եք ուներ բանդա եւ այդ բանդան զբաղված էր սպանությամբ, մարդասպանությամբ։ Եվ գիտեք, այդ ճանապարհ էին անցել Վազգեն Սարգսյանի հետ միասին։ Դուք կարծում եք եւ այդ բարեկամությունն էր, որ թերևս խնայեց Վանո Սիրադեղյանին եւ դռները բացեցին, որ Վանո Սիրադեղյանը ճողոպրի եւ ճանապարհ բացեցին, որ գնա։ Մարդասպան Վանո Սիրադեղյանը, ով ուներ բանդա, 10 անգամ այդ օրինակը բերել եմ, իրեն շատ սիրելի արվեստագետը, որը հիմա ծեր է եւ չի կարող, չի զբաղվում քաղաքականությամբ, չի հետևում, իհարկե ինքը այդտեղ ազնիվ չի, ինձ է պատմել, որ ասում է Վանո Սիրադեղյանը նայում էր ժամացույցին, մի օր նստած էինք, պատմել եմ, չէ՞, ձեզ Թյունիկ ասում է, այսպես այսինչը գնաց կրակեցին։ Այսինքն այդ տիպիկ մարդասպանի բան օրինակ, հիմա այսինքն մարդը դուր չէր գալիս, խնդիր էր ասում էր բան սպանեք։ Հիմա մենք ինչ ենք տեսնում։ Նույն բանը մարդը կա բանդային, սա իրական բանդա է, բանդայա հանցագործների խումբ է, որ սա այլևս պետականորեն իշխանության կողմից մարդը վեր է կենում, ասում ես ներողություն։ Շատ հետաքրքիր է, որ դուք Արմեն Գրիգորյանի սպանում էիք, չէ՞։ Արմեն Գրիգորյանը ասեն կարող է, չէ՞, մի ներողություն խնդրել, ասել թյուրիմացություն ա եղել, գյումրեցիները ինչ չեն հասկացել, բայց ինչի տարակ սպանեցիք։ Եվ այսպես շատ շատերին, չէ, բանդայա խումբը տվեց արդեն քարտ բլանշ, ծեծեք, ջարդեք, մենք տեր ենք։ Ես կխնդրեի հենց այս հարցից սկսեիք Տիկին Աղաջանյան, իհարկե մենք հետո շատ հարցեր ենք առանձնացրել, կգանք դրան, խնդրեմ։ Իհարկե շատ